Եվս մեկ եվրոպացի հեղինակի գիրք, որը հայերեն է հրատարակել Նյումեգ հրատարակչությունը, դիտենք չեխ գրող պոետ Յախիմ Տոպոլի «Սատանայի արվեստանոցը» վեպի թրեյլեր, որից հետո կխոսենք գրքի խմբագրի եւ թարգմանչի հետ։ Տեսանյութը կլինի անմիջապես գովազդից հետո։ Չեխական Տերեզին քաղաքի բնակիչներն ապրում են նացիստական համակենտրոնացման ճամբարների ու տանջահար սպանված մարդկանց գերեզմանների վրա։ Նրանք վաճառում են կաղամ, բազմացնում այծեր ու սիրահարվում նախնիների մահվան քնատախտերի վրա։ Դաժան կեղեքումների ու սպանությունների վայր դարձած, մոռացված ու լքված քաղաքը մի խումբ տերեզինցիներ որոշում են դարձնել քաղաք-թանգարան։ Խելահեղ թվացող գաղափարը մի օր դառնում է միլիոնանոց բիզնես, որտեղ մարդկության հանդեպ կատարված հանցագործության հիշողության ու մահացածների ոսկորների վրա ստեղծված բրենդի սահմանները ջնջվում են։ Սև գրոտեսկի տարերով ժամանակակից սիրավեպ Չարի քաղաքի ու նրա բնակիչների բարդ ընտրության մասին, կտանքների բունկերները հավասարեցնել հողին, ծածկել խոտով, մոռանալ բոլոր մահերը, վաղեմի ցավն ու սարսափը, թե աշխարհին ցույց տալ ամեն ինչ այնպես, ինչպես եղել է։ Չեխական գրոտեսկային ֆանտասմագորիա եւ հակաուտոպիա։ Յախիմ Տոպոլ, «Սատանայի արհեստանոցը»։ Մենք սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ շարունակում ենք հետաքրքիր գրքերի մասին, հետաքրքիր մեր զրույցները։ Մենք դիտեցինք Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» վեպի թրեյլերը, գիրքը հայերեն է հրատարակել Նյումեգը։ Մեր տաղավարում է Նյումեգի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւ գրքի թարգմանիչ Մարիամ Մանսուրյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ուրախ ձեզ այստեղ տեսնել։ Շատ լավ, հրաշալի, ձեր տաղավարում շատ պայծառ տրամադրություն է տիրում։ Շնորհակալ ենք։ Գիրքը պատմում է չեխական քաղաքի մասին, որտեղ տանջամահ են արել նաև մարդկանց եւ այսինքն ինչպես է այդ կոնտրաստը պահվել գրքի մեջ։ Եվ հումորը եւ սև հումորը ամենա այդ բնութագրական հավանաբար ձևակերպումն է այս գրքի համար, որովհետեւ իրոք ֆանտասմագորիկ պատմություն է եւ գրոտեսկի հասցվող ֆանտասմագորիա, այսինքն նրանք, ովքեր դեպրեսիայի սիրահար են, կարող են կարդալ այս գիրքը եւ լիովին ընկղմվել այդ դեպրեսիայի մեջ։ Դե ինչպես է կարողացել հեղինակ նկարագրել այն խնդիրները, որոնց միջով անցնում են իր հերոսները, հավանաբար Մարիամը կնկարագրի իր թարգմանական խնդիրների տեսքով։ Համեցեք Մարիամ։ Նաև նշեմ հետաքրքիր է, որ գիրքը պատմական է, այսինքն ինչպես նշեցիք, կա այդ Թերեզին քաղաքը, որտեղ տեղի են ունեցել տվյալ իրադարձությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, նաև գիրքը պատմում է Բելորուսի մասին, նույնպես, այսինքն պատմական, թվում է թե գիրքը պետք է լինի ճշգրիտ պատմական վեպ, բայց Տոպոլը շատ անմիջականորեն խաղում է պատմական իրադարձությունների ու այդ ֆանտազիայի հետ, այսինքն ընթերցողը առաջին անգամ երբ կարդում է, չի էլ հասկանում, որտեղ է վերջանում պատմական իրականությունը ու որտեղ է սկսում այդ հորինվածքը։ Հետո երբ թարգմանում է, մեկ էլ տեսնում եմ, որ մի րոպե, բայց այս փողոցը, որ նշում է Բելորուսում այսպիսի փողոց կա, չկա այդպիսի փողոց։ Թերեզինում այս ամեն ինչը եղել է, բայց մի քիչ ուրիշ ձև։ Ու Տոպոլը խաղում է այսպիսի խաղ ընթերցողի հետ, որ ընթերցողը զգում է, որ մի բան միգուցե այդքան էլ այն չի, բայց չի կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչը։ Ու այդ ոճը շատ հետաքրքիր է ու հետաքրքիր է այդ թարգմանելը այդ ոճը, որովհետև պետք է այդ անհասկանալիությունը պահվի ու միևնույն ժամանակ Տոպոլի նման անմիջական թարգմանվի գիրքը։ Իսկ որպես թարգմանիչ ինչ եք կարծում, ինչի համար է արվել ոչ ճշգրիտ ինֆորմացիայի փոխանցումը, այստեղ գեղարվեստականորեն ներկայացնելը, ինչի համար չի արվել վավերագրության հստակ տեղեկությունները մեզ փոխանցելը եւ համադրելը հենց այս դաժանությունը եւ սև գրոտեսկը իրար հետ։ Ինչի համար չի արվել ճշգրիտ փաստարկ։ Կարծում եմ խնդիրը միշտ հեղինակի նպատակն է։ Ինչ էր Տոպոլը ուզում այս գրքով ասել, ինչ էր ուզում ցույց տալ ու ինչքանով էր իր, այսպես ասած, մեսիջը տեղական, լոկալ ու ինչքանով էր այդ մեսիջը ավելի ունիվերսալ։
Սա է հիմնական հարցը, բայց կարծում եմ այս հարցի պատասխանը ամեն ընթերցողը ինքնուրույն պիտի պետք է փնտրի ու գտնի գրքի մեջ։ Նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին բավականին մեծ գրականություն կա եւ գեղարվեստական եւ իհարկե փաստավավերագրական։ Այստեղ հետաքրքիր է թե ինչ մոտեցում ունի հեղինակը եւ ինչ է փորձել փոխանցել հենց գրքի միջոցով։ Պարոն Նալբանդյան։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք կարող ենք գտնել հեղինակի պատկերացումները, փիլիսոփայությունը կատարված եղած անցյալի նախնիների ողբերգության եւ դրա հետևանքների կապակցությամբ, որովհետեւ պարզում է, որ այդ պատերազմական ողբերգությունը, այդ թաղված այդ դիակները, ոսկորները, որոնք հայտնաբերվում են, մեկի համար գաղափարական ռևանշի հնարավորություն է, մյուսի համար սեփական հուշերի մեջ մխրճվելը, մեկ ուրիշի համար գիտական հետազոտություն է, research, այն մյուսների համար առևտրային, կոմերցիոն խնդիր են, ամենը ֆիշկա է, որ հնարավոր է հակին փող աշխատել։ Ոչ վաղ անցյալի մեր հարազատների ոսկորների վրա, ինչպես ասում են։ Եվ տոպը դա ցույց է տալիս հասարակության տարբեր կտրվածքներով, ընդ որում պարզում է, որ դա լոկալ խնդրեմ չէ, այսինքն միայն ենթադրենք այդ միֆական Չեխիայում չէ, այլ նաև հարևան Բելարուսում է եւ այդպես սովորաբար լինում է պատերազմող երկրների տարածքներում միշտ մնում են արտեֆակտներ, որոնք հետագայում հաջորդ սերունդները դարձնում են շահարկման առարկա, հատկապես գաղափարական եւ կոմերցիոն շահարկումների մասին է խոսքը։ Եվ հենց գրոտեսկը հայտնվում է այստեղ։ Նա խտացնում է գույները, ցույց տալու համար, թե ինչպես է հնարավոր մարդկային ողբերգություն դարձնել առողջախի առարկա եւ ինչպես է հնարավոր դա դարձնել կուսակցական կամ գաղափարական հենք քո սեփական պատկերացումները մյուսներին թելադրելու համար, դոմինացիայի համար։ Եվ այս առումով տոպը շատ հեշտ ժանգլյորություն է անում մարդկային այդ հատկանիշները վերցնում է եւ ուսումնասիրում է եւ տեսնում է, որ դրանք այո ունիվերսալ են, թափառում են տեղից տեղ։ Այդ հերոսները նաեւ փնտրում են մի բան, թե Եվրոպայի համար մի քիչ անհասկանալի բան են փնտրում, արևելք են փնտրում։ Որտեղ է արևելքը, որովհետեւ իրենք կարծում են, թե իրենք չեխերը ենթադրենք։ Կարծում են, թե Եվրոպայի արևելքն են, հետո պարզում է, որ Բելարուսներն են արևելք, հետո պարզում է, որ Բելարուսներից հետո էլ կա արևելք եւ արևելքը փնտրում են ու չեն գտնում։ Ու միևնույն ժամանակ ոչ ոք չի ընդունում, որ իրենք են արևելքը։ Որովհետեւ բոլորը ասում են արևելքը ավելի արևելքում է։ Բոլորը ուզում են համարել, որ իրենց եվրոպական ընտանիքի, եվրոպական մշակույթի մաս են, իսկ այն արևելքը, որը դու փնտրում ես, որը ինչ-որ հեքիաթային կամ պրոբլեմատիկ միջավայր է, դա մերը չի, մենք ավելի քաղաքակիրթ ենք, դու գնացեք արևելքը փնտրեք ավելի արևելքում։ Իսկ ո՞րն է հենց այդ փնտրտուքի պատճառը, ինչի են բոլորը վազում դեպի այդտեղ արևելք։ Որովհետև բոլոր իր այս գրքի կոնկրետ կերպարների մեծ մասը ունեն ներքին տրավմա կոչվածը։ Բոլորը Թերեզինը այստեղ մի վայր է, որը ձգում է այդ մարդկանց։ Ու մարդիկ գալիս են Թերեզին իրենց ներսի հրեշներին հանդիպելու։ Սա է հիմնական նպատակը իրենց այցելության, թե ինչի են աշխարհի տարբեր կետերից մարդիկ գալիս Թերեզին։ Ինչի է Տոպոլը գրել այս գիրքը, որովհետև Տոպոլը առհասարակ հետաքրքրված է այդ տրավմայով։ Ես գնացել էի Տոպոլի հետ հանդիպելու ու Տոպոլին ինձ ամեն ինչ ավելի հետաքրքրանում է։ Յախիմ Տոպոլն ինձ երկու գիրք առաջարկեց կարդամ։ Ասելով, որ այդ երկու գիրքը կարդալով այս գիրքն ավելի խորը կհասկանա։ Մեկը Տիմոթե Սնայդերի Bloodlands գիրքն է, որը գիրք է Բելարուսի այդ հետպատերազմական ժամանակաշրջանի մասին, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչ եղել Լեհաստանում, Օսվենցիմ եւ այդպես, բայց Բելարուսում եղել է շատ ավելի իրականում մեծ քանակի սպանություն ու ցեղասպանություն կարելի ասել մարդկանց, որի իսկ դրա մասին այդքան էլ չենք խոսում ու այդքան էլ չենք քննարկում այդ թեման։ Ամարիամ հետաքրքիր է, կհիշեք որն է եղել ձեր առաջին հարցը հանդիպման ընթացքում Տոպոլին։ Չեմ հիշում։ Անկեղծած չեմ, բայց երկրորդ գիրքը ձեզ ասեմ թե որն է, որ ինքը ինձ առաջարկեց։ Երկրորդ գիրքը Տոպոլը զարմացավ, որ ես չեմ կարդացել Վերֆելի Մարութասարի 40 օրը գիրքը։ Ու ասաց, որ դա իր սիրելի գրքերից մեկն է։
Եվ Մարութասարի 40 օրը նույնպես գիրքը հայ ազգի տրավմայի մասին ու կարծում եմ Տոպոլին պարզապես հետաքրքիր են այդ ազգային թեմաները, ապրումները։ Մենք իհարկե սա անպայման հաշվի կառնենք, գրի կառնենք, թե որ գրքերը կարող ենք այսուհետ կարդալ, բայց այս պահին սիրելի հեռուստադիտողներ, գրքի հեղինակը ունի, այո, տեսա ուղերձ հայ ընթերցողներին, դիտենք տեսանյութը, վերադառնանք։ Dobrý den, já jsem Jáchym Topol, spisovatel. Բարև ձեզ, ես գրող Յախիմ Տոպոլն եմ։ Ամեն անգամ, երբ ասում եմ, որ գրող եմ, հպարտություն եմ զգում։ Գուցե գրող եմ դարձել, որովհետև այս գիրքը ես եմ գրել։ Գիրքը թարգմանվել է 22 լեզվով։ Անչափ ուրախ ու երջանիկ եմ, որ Newmeg-ն այժմ հրատարակում է հայերեն։ Arménském nakladatelství Newmeg Publishing House. Musím přiznat, že můj obdiv k Arménii. Ես իրոք հիանում եմ Հայաստանով, որն ունի հարուստ մշակույթ, որտեղ ապրում են խիզախ եւ հաստատակամ մարդիկ։ Իմ այս պատկերացումը ձևավորվել է գրականության միջոցով։ Ֆրանց Վերֆելի Մուսա Լերան 40 օրը վեպի շնորհիվ։ Այն շատ տպավորիչ գույներով ներկայացնում է հայոց պատմության սարսափելի շրջանը, ցեղասպանությունը։ Arménský dějin o období genocidy. Իմ գիրքը թեմատիկորեն մոտ է այդ ողբերգությանը, սակայն գրված է որպես սև հումորով ողողված գրոտեսկ։ Պատմությունն այն մարդկանց մասին է, որոնք այսօր ապրում են Տերեզինում։ Սա Պրահայից ոչ հեռու գտնվող վայր է, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործել է խոշտանգումների մեծ կենտրոն եւ համակենտրոնացման ճամբար։ Դեպքերը կերպարներին տանում են դեպի Արևելյան Եվրոպա, Բելարուս, որտեղ նրանք պարզում են, որ երկրորդ համաշխարհայինի դաժանությունն ընդհանրապես փակված պատմություն չէ։ Որքան արևելք ես գնում, այնքան կենթանանում է անցյալը։ Ձյունածած կանտարներում մնացած հողաթմբեր, զանգվածային գերեզմաններ, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտե։ Ես կարծում եմ հայերը, որոնք մշակութային հարուստ ավանդույթ, բայց նաև սարսափելի պատմություն ունեն, խորապես կընկալեն այս գիրքը, որը նվիրված է մարդկության պատմության ամենասարսափելի հատվածներից մեկին։ Վերադարձանք։ Այո։ Չեխ գրող պոետ Յախիմ Տոպոլն իր Սատանայի արհեստանոցը վեպի հայերեն հրատարակության առիթով տեսաուղերձով դիմել էր հայ ընթերցողներին, բայց շարունակում են գրքի մասին զրուցել Newmeg-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի եւ Սատանայի արհեստանոցը գրքի թարգմանիչ Մարիամ Մանսուրյանի հետ։ Հետաքրքիր է իմանալ, գրքի թարգմանության ժամանակ եղել են բարդություններ, թարգմանության կամ խմբագրական որոշակի բարդություններ։ Իհարկե եղել են, ամեն գիրքն ունի իր բարդությունները։ Այս գրքի բարդություններից մեկն ինձ համար այն էր, որ գրողը շատ ազատ է ու օրինակ չի օգտագործել ճակերտներ գրելիս։ Երբ մարդ խոսում է, նա պարզապես սկսում է խոսել։ Չկան ճակերտներ, որ ասում են, այ հիմա սկսեց խոսքը, հիմա ավարտվեց խոսքը։ Եվ մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկում ենք ինչպես վարվել ճակերտներ ավելացնել, թե թողնել խոսքն առանց ճակերտների։ Իսկ Տոպոլն ասաց, որ իր կարծիքով ճակերտներն անիմաստ են, հասկացվում է երբ է մարդ սկսում խոսել, երբ է ավարտում խոսքը, եւ այդպիսի շատ որոշումներ կային, որոնք մենք պետք է կայացնենք թարգմանել, փոխել թարգմանության մեջ, թե թողնել այնպես ինչպես բնօրինակներ։ Իսկ շատ հետաքրքիր է վերնագիրը Սատանայի արհեստանոցը։ Ինչու՞։ Ինչպես են բացվում փակագծերը վերնագրի։ Չեխերեն վերնագիրը ուրիշ է։ Չեխերեն վերնագիրը Սառը հողին, այդպես է կոչվում։ Բայց գիրքը թարգմանվել է եւ Սառը հողին վերնագրի թարգմանությամբ եւ Սատանայի արհեստանոցը։ Տոպոլը սկզբում գիրքը Սատանայի արհեստանոցն էր կոչել։ Բայց մի մարդ, որը եղել է համակենտրոնացման ճամբարում ու ինչ որ բան է գրել իր ապրումների մասին, նույնպես կոչել է իր գրածը Սատանայի արհեստանոց ու խնդրել է Տոպոլին, որ վերնագիրը փոխի, որովհետև կրկնում է իր վերնագիրը, եւ Տոպոլը հարգանքից ելնելով այդ մարդու նկատմամբ փոխել է գրքի վերնագիրը, բայց ուրիշ լեզուներով մնացել է այդ Սատանայի արհեստանոցը։ Այս Սատանան սովորաբար շատ լավ արհեստավոր է եւ տարբեր գործիքներ ունի եւ իր արհեստանոցում հղկում, մշակում է այն ամենը, ինչ հայտնվում է իր ձեռքի տակ, այսինքն մարդկային հոգիները։ Եվ այդ արհեստանոցում մենք հայտնվում երբեմն, նրանք ովքեր, որոնց բախտը չի բերում,
հայտնում ենք այդ արհեստանոցում եւ դառնում ենք հումք սատանայի համար, այսինքն մարդը ինքն է ընտրում կհայտնվի ենթադրենք բարի ուժերի արհեստանոցում, թե չար ուժերի արհեստանոցում, որտեղ հայտնվեցիր, այդ արհեստանոցում էլ կկերտվի քո կերպարը։ Աստված որ բարի ուժերում իհարկե հայտնվենք, բայց նաեւ շատ հետաքրքիր է գիրքը ինքը տարիքային առումով ավելի շատ կամ արձագանքներ եղել են օրինակ դեռահասների կողմից, երիտասարդների կողմից կամ չափահասների մեծահասակների կողմից եւ եթե այո, ինչպիսի արձագանքներ են եղել ամեն տարիքային խմբի համար։ Հայաստանում դեռ ոչ, որովհետև նոր է ներկայացվում, բայց ես կարծում եմ, որ սա ավելի շատ երիտասարդների եւ տարիքով մարդկանց համար է, այսինքն եւ ավագ սերունդը կկարողանա սա կարդալ եւ երիտասարդներ, որովհետև հենց երիտասարդները իրենց կգտնեն այն երկրորդական կերպարների դերում, որոնք հայտնվում են, նոր սերունդը հայտնվում է եւ ուզում է ինչ որ յուրովի բացահայտել պապերի կամ հայրերի գործած սխրանքները կամ հրաշագործությունները։ Եվ երիտասարդները հայտնվում են, ուզում են իրենք էլ, ուզում են որևէ կերպ մասնակից լինել այդ պատերազմին, դառնալ այդ պատերազմի խնդիրները կրող ինչ որ մի շերտ, վերապրել դա, վերարտադրել դա իրենց կյանքում։ Մեր երիտասարդությունը նույնպես այդպիսի խնդիրներ ունի։ Ամեն մի սերունդ ուզում է ինչ-որ ձևով հերոսանալ պատերազմում կամ մասնակիցը լինել հուշերի, հուշապատումների եւ իր սեփական հեղափոխություններ անել իր դարաշրջանում։ Այնպես որ երիտասարդներին կարծում եմ պետք է որ սա հետաքրքրի։ Մարիամ, ինչի պիտի այսօրվա հայ ընթերցողը ընտրի հենց այս գիրքը ու ընթերցի։ Գրքում մի հետաքրքիր թեմա կոնֆլիկտ կա, որը ներքին կոնֆլիկտ է, որը կարծում եմ հայ ընթերցողի համար կարող է հարազատ լինել, որ հաճախ մենք իմանում ենք, որ 5 տարի, 10 տարի, 100 տարի առաջ եղել է ինչ-որ բան։ Այդ ինչ-որ բանի պատճառով մեր նախնիները տանջվել են, տառապել են, ու հիմա մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ այդ խնդիրը այլևս գոյություն չունի որպես այդպիսին։ Բայց այն պահին, երբ մարդ գիտակցում է այս խնդիրը, մի պահ իր համար իրականությունը վերարժեքավորվում է։ Ու այդ պահին մարդ չի կարողանում պարզապես ապրել իր կյանքը, ինչպես մինչև այդ։ Գիտակցում է հանկարծ, որ եղել են այսպիսի բաներ, ու ոնց եմ ես հիմա տանը առավոտյան արթնանում սուրճ խմում, կարծես ոչինչ չի եղել։ Հանկարծ անցյալի իրականությունը ներխուժում է իր ներկա պահի իրականություն։ Ու այս գրքում մենք տեսնում ենք, թե տարբեր կերպարներ ինչպես են այս խնդրի հետ ինչպես են այս խնդրի հետ գլուխ դնում, այսպես ասած, թե ինչ ազդեցություն ունի այս խնդիրը իրենց վրա ու ինչ մեթոդներով են փորձում պայքարել իրենց այդ ներքին կոնֆլիկտը լուծելու համար։ Այո, օրինակ տեսեք, մենք կարող ենք այսօր նաև հարցնել, թե ինչու այսօրվա երիտասարդությունը պետք է կարդա Մուսա Լեռան 40 օրը վեպը, որովհետև երիտասարդությունը նաև ուզում է որևէ կերպ վերապրել այդ ամեն ինչը, ինչ որ կատարվել է իր ծնողների եւ պապերի հետ, ուզում է հասկանալ ինքը կրում է այդ հետտրավմատիկ ստրեսը, թե ոչ, ձերբազատվել է դրանից, թե ոչ։ Չէ՞ որ այդ նույն այդ ուրվականները մեզ հետ են ապրում, մեր կողքին են ապրում։ Մենք այն հասարակությունն ենք, որը շատ լավ գիտի ինչ է նշանակում եւ պատերազմ, եւ պատերազմական հանցագործություններ, եւ այդ ողբերգությունը մենք շարունակում ենք կրել, մենք ապրում ենք այն մարդկանց հետ, եւ այդ մարդիկ ապրում են մեզ հետ, ովքեր անմիջական մասնակիցն են եղել այդ ողբերգության։ Արյան մեջ է կարծում այդ հիշողությունը նաեւ։ Դժվար թե արյան մեջ այդ ամեն ինչ չներծծի, բայց մեր արժույթը այդ ամեն ինչի մեջ ներծծված է հաստատ։ Այո։ Դե ինչ շնորհակալություն այսպիսի հրաշալի եւ էքսկլյուզիվ առաջարկների համար։ Պարոն Տոպոլը մեզ եւս 2 գիրք առաջարկեց ձեր միջոցով, որոնք մենք նույնպես կընթերցենք։ Մենք ունենք նվեր նաեւ։ Այո, մենք ունենք նվեր մեր գործընկերոջ կողմից, որը հիմա սիրով կհանձնենք ձեզ։
Ձեզ նույնպես շնորհակալություն, հուսով եմ լավ օրվա շարունակություն կունենաք։ Շնորհակալություն, մենք զրուցում ենք Նյումեկ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի եւ թարգմանիչ Մարիամ Մանսուրյանի հետ։ Հրատարակչությունը հայերեն է թարգմանել չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գրոտեսկային ֆանտամագորիա հակաուտոպիական վեպը։ Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում, այն կարող եք պատվիրել նաև newmek.am կայքից։ Անպայման ձեռք բերեք, ընթերցեք ու բացահայտեք աշխարհում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ։